հապկի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ երկար մենք էլ ոչ թե ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, պատասխանում ձեր հարց, որ այսպես երկար չի կարող մնալ, ի վերջո, եթե հապկ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հանդես չկան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ, ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա մենք շարունակում ենք լինել Եվրասիական միության անդամ եւ շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն։ Մանրուք տեղեկություններ կային ճշտված, որ բանակցություններում նաև ռուսական ռազմավազային հեռացման հարցները Թուրքիան ներկայացրել եւ այդպիսի հարցեր կամ քննարկվում են։ Արդյոք նման բանակցություններ կամ առասարակ կարող է լինել տարածում պայմանավորված։ Ռուսաստանի հետ կապված հարցեր չեն քննարկվում։ Պարոն Կոստանյան, նաև Հայաստանի Հանրապետության սպանատունն է հայտարարություն տարածել, որ ԱՄՆ-ն յոգի կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիների վիզաների տրամադրման գործընթացը եւ արգելում է նրանց մուտքը երկիր։ Այս մասով ինչ մեկնաբանություն ունեք Հայաստանը այդ երկրների շարքում է եւ ինչ Կդժվարանամ այս բանին հարցին պատասխանել, խնդրում եմ գրավոր կերպով դիմեք, վստահաբար կպատասխանեմ։ Պարոն Կոստանյան, ո՞րն է այն սահմանը, որ այդ սահմանից հետո դուք արդեն հստակ Հայաստանի իշխանությունը որոշում կկայացնի հապկից դուրս գալու հետ կապված, որովհետեւ մեկ տարուց ավել անընդհատ այս հայտարարությունները արվում են։ Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար։